Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Լուսաստղ հասարակական կազմակերպությունը 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների ընթացքում իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություն։ Այն կազմակերպվել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող հաշմանդամություն ունեցող անձանց ներառում ընտրական գործընթացներում ծրագրի շրջանակում։ Դիտորդական առաքելության հիմնական նպատակն էր գնահատել ընտրատեղամասերի մատչելիությունը, ինչպես նաև հետևել, թե որքանով են ընտրական հանձնաժողովները ապահովում տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված բրալյան կաղապարների տրամադրումը։ Մենք անհատական աշխատանքներ ենք իրականացրել կույր ընտրողների հետ, ովքեր պետք է ընտրեին բրալյան կաղապարներով, համագործակցությամբ կույրերի միավորման հետ, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում պարոն Վահան Սարգսյանին այդ աշխատանքները էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար, բայց իհարկե մեր աշխատանքները թիրախային չէին լինի, եթե չաշխատեինք ընտրական հանձնաժողովների հետ եւ չբացատրեինք, թե ինչպես պետք է կույր ընտրողներին տրամադրել այդ կույրերի կաղապարները։ Ընտրական գործընթացի մշտադիտարկման աշխատանքներին մասնակցել են ավելի քան 40 դիտորդներ։ Լուսաստղ հասարակական կազմակերպությունը ոչ միայն իրականացրել է նրանց հավաքագրումն ու վերապատրաստումը, այլև համակարգել է առաքելության աշխատանքները մարզի ողջ տարածքում։ Դիտորդական խմբերը ներգրաված են եղել 23 ընտրատարածքի բոլոր 63 ընտրատեղամասերում։ Մենք եւս այստեղ մեկ արդյունավետ համագործակցություն ենք ունեցել, աշխատել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ եւ իրենց հանձնարարությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները շատ բաց եւ համագործակցային էին մեր հետ եւ մենք շուրջ 200 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ենք վերապատրաստել ամբողջ Լոռվա մարզում, Վանաձորում, Տաշիրում, Ալավերդիում, Սպիտակում։ Չնայած ընտրական հանձնաժողովների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը, դիտարկումների արդյունքները լիարժեք գոհացուցիչ չեն եղել։ Ծրագրի փորձագետ Լուսաստղ հասարակական կազմակերպության փոխնախագահ Արփինե Սերոբյանի խոսքով դեռևս առկա են խնդիրներ, որոնք սահմանափակում են հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք եւ հավասար մասնակցությունը ընտրական գործընթացներին։ Դժվար է մի քիչ, բայց կարողացինք։ Գիտեք, մենք արդեն քանի ամիս է չարչարում ենք եւ թե Լուսաստղ կազմակերպությունը, թե այլ հասարակական կազմակերպություններ ամբողջ իրենց ժամանակն ու ուժներ են դրել, որպեսզի իրազեկեն թե հանձնաժողովներին, թե հաշմանդամություն ունեցող անձանց կարգ ու կանոնի մասին, բայց այնուհանդերձ մենք հանդիպում ենք այնպիսի վիճակի, որ որոշակի թերություններ են լինում։ Թերությունները աննշան են, բայց ամեն դեպքում, երբ մոտենում է տեսողության խնդիր ունեցող անձը, կաղապարը պետք է դրված լինի սեղանին եւ հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքը առաջարկել, ոչ թե տեսողության խնդիր ունեցող անձը տարածքում փնտրի կաղապար։ Դիտորդները իրենք էին վերահսկում կաղապարների կիրարկումը եւ շատ դեպքերում իրենք իսկ իրազեկված լինելով տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից պահանջում էին, որ կաղապարները տեղադրվեն տեսանելի վայրում եւ տրամադրվեն կույր ընտրողներին, սակայն կային նաեւ այնպիսի ընտրական տեղամասեր, ովքեր ականջալուր եղան մեր վերապատրաստումներին եւ իրենք արդեն իսկ տեղադրել էին այդ կաղապարները։ Կարելի է ասել մասնակիորեն այդ աշխատանքը տվեց իր արդյունքը։ Հուսանք, որ առաջիկայում եւս կունենանք նման հնարավորություն եւ այլ ավելի մեծ թվով տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կվերապատրաստենք ոչ միայն Լոռու մարզում, այլև ողջ հանրապետության տարածքում։ Կազմակերպությունն այս ընտրություններին շարունակել է աշխատանքը թե ընտրական հանձնաժողովների, թե շահառու ընտրողների հետ։ Միաժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առաջին անգամ ընտրող երիտասարդներին։ Նրանց տրամադրվել են անհրաժեշտ տեղեկություններ ընտրական իրավունքի, քվեարկության ընթացակարգերի եւ ընտրությունների մասնակցության կարեւորության վերաբերյալ, նպաստելով քաղաքացիական ակտիվության բարձրացմանը։